Այսօր ըստ էության մենք սկսում ենք Օհանյան, Ռաֆի, Օսկանյան դաշինքի քարոզարշավը եւ առաջի կետը, որը ընտրել են քարոզարշավը սկսելու համար, համապետական քարոզարշավը սկսելու համար եղել է Չինարի գյուղը։ Ասեմ, որ Չինարի գյուղի ընտրությունը ոչ թե վերջի պահին է եղել, այլ ամենասկզբից մեզ համար սա եղել է կարևորագույն կետ, հանգուցային կետ մեր քարոզարշավի համար, որովհետև երեք պետական գործիչները, որոնք միավորել են իրենց ջանքերը, իրենց թիմերին եւ փորձում են Հայաստանում իշխանափոխություն իրականացնել, այդ իշխանափոխությունը մեկ նպատակ է ունենալու. առաջերտին բարձրացնել Հայաստանի անվտանգությունը, նրա սահմանների անվտանգությունը, ապահովել սահմանամերձ բնակիչների արժանապատիվ կյանքը, տալ հնարավորություններ, որ սահմանապահ գյուղերը, լեռնային գյուղերը զարգանալու հնարավորություն ունենան եւ արտագաղթը իսպառ փորձենք կանգնեցնել սահմանամերձ գյուղերից։ Դրա համար բազմաթիվ քայլեր ենք նախատեսել, բայց ամենակարևոր խնդիրը, որ մենք իրականացնելու ենք, դա հնարավորություն տալն է ձեզ եւ հնարավորությունը միանշանակ հայ ժողովուրդը, հայ աշխատավորը, հայ գյուղացին, հայ քաղաքացին կարողանում է օգտագործել, կարողանում է շենացնել եւ իր տունը եւ իր հայրենիքը։ Դրա համար մենք եկել ենք այստեղ, ողջունում ենք ձեզ, շնորհակալություն ընդունելության համար։ Դուք բոլորդ այսօր հայրենիքի զինվոր եք, սահմանապահ եք։ Մենք ձեզ հետ սահմանապահ ենք դառնալու, ձեր թիկունքը ամրացնելու ենք, ձեզ ամենայն հնարավորություն ենք ընձեռելու եւ նաեւ պետք է ասել, որ մենք միշտ ասել ենք Հայաստանը, Արցախը, Սփյուռքը մեկ են եւ միայն միասնական ջանքերով է հնարավոր իրավիճակ փոխել։ Մեր դաշինքը այդ եռամիասնությունը ապահովել է։ Եվ պարոն Օսկանյանը, եւ պարոն Հովհաննիսյանը Սփյուռքի ծնունդ են։ Իրենք ունեն բազմաթիվ կապեր Սփյուռքում միջազգային հանրության մոտ, որպեսզի կարողանան եւ այստեղ ներդրումներ բերեն Սփյուռքից եւ նաեւ միջազգային հանրությունից։ Պարոն Օհանյանը Հայաստան Արցախի ծնունդ է։ Զինվորական ուղի անցած, կադրային սպա, դեռևս խորհրդային ժամանակներից։ Ազատամարտի ամբողջ ճանապարհն անցած, բանակաշինության հիմքում կանգնած։ Եվ այսօր ինքը միացել է 200 գործնախարարների հետ, որովհետև դեռևս տարիներ առաջ, երբ ես պատգամավոր էի եւ իր հետ հանդիպում էի, ինքը ասում էր առանց հզոր թիկունքի մենք առաջ գնալ չենք կարող, զարգանալ չենք կարող, բանակը հզորացնել չենք կարող։ Եվ քանի որ մեր համակարգը այլևս ոչ միայն հնարավորություն չի ընձեռում զարգանալու, այլ նաև շատ արատավոր է, պարոն Օհանյանը միացած Ռաֆի Հովհաննիսյանի, պարոն Օսկանյանի հետ գալիս է այդ արատավոր համակարգը ջարդելու, բանակին թիկունքով, ռեսուրսներով ապահովելու, որպեսզի մեր անվտանգությունը հզորանա։ Շնորհակալություն։ Սիրելի չինարեցիներ, մենք մեր թիմով սրտանց ողջունում ենք ձեզ։ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը սկսվում է սահմանապահ գյուղերից։ Հայաստանի Հանրապետության
զարգացումը սկսում է սահմանապահ գյուղերից։ Եվ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի սահմանապահ գյուղերի բնակչությունը իրենց վրա զգան այդ ամենը։ Ես անկեղծորեն ուզում եմ կիսվել ձեր հետ եւ ասել, որ ինձ համար եւ մեր թիմակիցների համար մեծ պատիվ է քարոզարշավը սկսել հենց Չինարի գյուղից։ Գյուղ, որը որ իր ուսերի վրա է տանում եւ մեր նորօրյա պատմության ամբողջ հպարտությունը եւ նաեւ իր ուսերի վրա է տանում այն բոլոր դժվարությունները, որը գոյություն ունի սահմանապահ գյուղում։ Սահմանապահ յուրաքանչյուր գյուղ իր առանձնահատկություններն ունի եւ յուրաքանչյուր գյուղ յուրահատուկ ուշադրություն է պահանջում։ Այդ ուշադրության արդյունքում մենք յուրաքանչյուր գյուղի համար առանձին ծրագրեր պետք է մշակենք եւ այնպես անենք, որպեսզի գյուղացին կարճած լինի գյուղից։ Գիտեք, որ ժողովրդագրական խնդիրները արտագաղթը Հայաստանի համար վերջի տարիների ընթացքում բնորոշ են, բայց նաեւ Հայաստանի համար բնորոշ է արտահոսքը սահմանային գյուղերից, գյուղական համայնքներից դեպի մայրաքաղաք, դեպի քաղաքներ։ Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքը համապատասխան ծրագրային առաջարկություններ է իրականացնում, որպեսզի յուրաքանչյուր սահմանային գյուղի համար եւ նաեւ յուրաքանչյուր համայնքի համար հատուկ ծրագրեր մշակվեն, ելնելով այն դժվարություններից, որովհետեւ գյուղերում կան դժվարություններ, որ առանձնահատուկ են բոլոր գյուղերի համար, ընդհանուր դժվարությունները։ Եվ կան նաև դժվարություններ, որոնք որ հատուկ են առանձին յուրաքանչյուր գյուղի համար։ Իհարկե, ասել թե լուծում հնարավոր չէ, այսօր չենք կարող դրա վրա շեշտը դնել։ Յուրաքանչյուր խնդիր լուծում կարող է ունենալ։ Պարզապես լուծողներ են պետք, եւ մենք ցանկանում ենք, որպեսզի այնպիսի թիմ հավաքվի մեր շուրջը, իսկ այդ թիմը համախմբված է եւ այդ համախմբված թիմը յուրաքանչյուր խնդրի համար լուծում է տալու։ Ես հպարտ եմ, որ երկար տարիներ գտնվելով Հայաստանում եւ լինելով Հայաստանի պաշտպանության նախարար, մշտապես սահմանապահ գյուղերի կողքին եմ եղել։ Հատկապես նաեւ Չինարի գյուղում եւ այն ժամանակահատվածներում, երբ որ իրավիճակը լարված է եղել, եւ նաեւ այն ժամանակահատվածներում, երբ պետք է եղել լինել բնակչության կողքին եւ որոշակի նաեւ խնդիրներ լուծել։ Իմ հնարավորության սահմաններում մենք փորձել ենք աջակից լինել չինարեցիներին։ Իսկ աջակցությունը ուղղված է եղել նրան, որպեսզի գյուղացին կարողանա հանգիստ կերպով զբաղվի գյուղատնտեսությամբ, կարճած լինելով մեր մայր հողին։ Այս ամենն իրականացնելու համար մենք լուրջ հայտ ենք ներկայացնում արմատական բարեփոխումներ իրականացնելու Հայաստանի Հանրապետությունում։ Անկեղծորեն կիսվելով ձեր հետ պետք է ասեմ հետևյալը. երբ երկար տարիներ քաղաքական կամ կառավարման թիմերը գտնվում են կառավարման ղեկին, ապա նրանց մոտ լճացում է առաջանում, հատկապես այն ժամանակահատվածում, երբ որ առաջընթացը, զարգացումը չի երևում։ Այդ լճացման արդյունքում է, որ մարդիկ չեն ուզում տեսնել վատը, չեն ուզում տեսնել թերությունները եւ այդ թերությունները մեր գործունեության ընթացքում չի վերացվում։ Մենք մեր ծրագրերի մեջ 3 ծրագիրը ներկայացնելու ժամանակ հետեւյալն ենք ասել, որ հանդիպակաց մարդ ենք հայտարարելու յուրաքանչյուր խնդրին։ Ոչ թե խնդիրները մենք շրջանցելու ենք, այդ խնդիրները փորձելու ենք լուծենք։ Թեկուզ մանր, թեկուզ դանդաղ, բայց հաստատուն քայլերով փորձելու ենք գյուղացու խնդիրները լուծել, որպեսզի նա կարճած լինի մեր մայր հողին։ Դրա համար անկասկած անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական վերնախավը, կառավարման համակարգում գտնվող իշխանավորները իրենց տեղը զիջեն նոր, ավելի գրագետ, ավելի բանիմաց, ավելի ընդունակ քաղաքական վերնախավի, ավելի ընդունակ իշխանավորների։ Դա աշխարհի փորձն է,
պահանջում։ Մենք քաղաքակիրթ աշխարհի հետ համահունչ պետք է գնանք։ Թող 10 տարի հետո էլ նորից ձևավորվեն քաղաքական ուժեր եւ գան փոխեն այն քաղաքական ուժերին, որի հետ պարբերաբար փոփոխությամբ մեկը մյուսին լրացնելով, մեկը մյուսի թերությունների եւ նաեւ դրականի վրա հենվելով պետք է այնպես անեն, որպեսզի մեր ժողովրդի զարգացումը մենք կարողանանք ապահովել։ Եղել եմ մինչև բերդ, բայց երբեք Ջինարի չէի եկել, բայց շատ մոդիկից հետևել եմ, հատկապես երբ արդարոց իրադարձություններ են լինում, ռմբակոծվում է Ջինարին, մեր ողջ ուշադրությունը սևեռվում է այս բնակավայրի վրա, եւ մենք իսկապես Երևանում նստած կամ այլուր սրտով, հոգով, մտքով միշտ ցեզ հետ ենք եղել։ Բայց բնականաբար դա բավարար չի։ Սա իսկապես սահմանապահ բնակավայր է եւ նման բնակավայրեր Հայաստանում բազմաթիվ են։ Իհարկե ընդդության նախաշեմին միշտ կարելի է գալ եւ ասել, որ մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու հենց այս բնակավայրների վրա, որը իսկապես անելու ենք։ Բայց նաեւ մենք ուզում ենք խնդիրը շատ ավելի լայն դնել, ավելի մեծ դնել, որ վերջը վերջո մենք մեր երկրում իրավիճակ պետք է փոխենք, որովհետև երկրում բարելավումը բնականաբար բերելու է բոլոր բնակավայրերին, մեր ողջ ժողովրդի կյանքի կենսամագարտակի բարձրացմանը։ Նայեք, իսկապես ես միանում եմ պարոն Օհանյանի գոչին, որ սա շատ ճակատագրական ընտրություն է լինել։ Ապրիլի 2-ին մեր երկրի ապական է որոշվելու հաջորդ տասնամյակների համար։ Եթե մենք չկարողացանք ճիշտ որոշում կայացնել եւ գդրուկ ասած իշխանափոխություն չիրականացնել, ես կարող եմ վստահաբար ասել, որ հաջորդ տասնամյակները մեզ համար շարունակելու են լինել փորձության տարիներ եւ մենք չգիտենք իսկապես դա ինչի կարող է բերել։ Նայեք, ես որ դիտարկում եմ այս բնակավայրի վիճակը, ակնհայտ է, որ ծանր է։ Երևի ցես այստեղ երկու հիմնական բան է պետք՝ խաղաղություն եւ ձեր կյանքի բարելավում։ Նայեք, այստեղ հավաքվել է մի թիմ, մի խումբ մարդիկ, որոնք իրենց անցած ճանապարհով եւ իրենց առած աշխատանքով եւ նաեւ այս երկրի իրենց նվիրումով այդ երկու խնդիրները ոչ միայն ցես համար, մեր ողջ ժողովրդի համար կարող են լուծել։ Մենք պատճառ չունենք իրոք այսօր այսպես ապրելու, հավատացեք, եւ Հայաստանի ներսում, եւ դրսում մենք ունենք լայն հնարավորություններ։ Հայաստանը մեծ հնարավորությունների երկիր է։ Հայ ժողովուրդը աշխարհում մեծ հնարավորությունների է տիրապետում։ Բայց որպեսզի կարողանանք այդ հնարավորությունները Հայաստան բերել եւ շենացնել մեր երկիրը, երկրում որոշ բաներ պետք է փոխվի։ Առաջի հերթին իշխանությունը պետք է փոխվի։ Իսկապես այս 10 տարիների ընթացքում այնքան է լճացել այսօրվա իշխանությունը, անկորձ դարել եւ այնքան են խորացել ամեն տեսակի բացասական երևույթները, որ առանց իշխանափոխության իսկապես հնարավոր չէ Հայաստանում ոչ մի բան փոխել։ Եվ հավաստիկ այս ընտրությունները մեր միակ հնարավորությունն են հաջորդ տասնամյակների համար։ Լուրջ վերաբերվեք այս ընտրություններին, միակ նայեք ովքեր են հայտ ներկայացնում։ Մենք կարող ենք մեր անունից խոսել, իսկապես այստեղ հավաքվել են այնպիսի մարդիկ, որ կարող են այս երկրին բերել խաղաղություն, այս երկրին կարող են բերել տնտեսական զարգացում, կարող են տալ մեր ժողովրդին շատ ավելի բարվոք կյանք։ Ես ինքս 15 տարի եղել եմ Լեռնային Ղարաբաղի գլխավոր բանակցողը։ Իսկապես առաջընթաց ենք արձանագրել այդ բանակցություններում։ Կարողացել ենք ամրագրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Եվ այսօր մենք հնարավորություն ենք տեսնում, որ իշխանության լինելու դեպքում կկարողանանք արդեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշված լինելու հանգամանքը արդեն վերել միջազգային ճանաչմանը։
հատուկ է մեր կողմից շեշտվել Տավուշի տարածաշրջանը եւ նաեւ հենց Շամշադինի շրջանը նախքին, որովհետեւ ամենամեծ սահմանը դուք ունեք։ Ամենակարևոր կետերը նաեւ այստեղ են։ Բոլորն են կարևոր սահմանամերձ մեր շրջանները, բայց այստեղ յուրահատուկ իրավիճակ է։ Այսօր Հայաստանի Հանրապետության անվտանգությունը սկսում է սահմանամերձ բնակավայրից։ Հայաստանի Հանրապետության զարգացումը մենք նույնպես պետք է տեսնենք սահմանամերձ բնակավայրում։ Դրա համար մենք բոլորս միասնական մեր բոլոր ջանքերը պետք է ներդնենք այդ ամենը իրականացնելու համար։ Տարիներ ի վեր իմ համար մեծ պատիվ է եղել անընդհատ լինել Բերդի շրջանում, լինել Առաջի գծի եւ զորամասերում եւ բնակավայրերում, որոնք իրենց ուսերի վրա են տանում բոլոր այն դժվարությունները, որոնք որ այսօր կան։ Եվ իմ համար պատիվ է եղել շփվել բոլորիդ հետ։ Իմ համար սահմանում կանգնած զինվորն ու սահմանամերձ բնակավայրի բնակիչը նույն հարթության վրա են եղել, որովհետև մենք միասին ենք դժվարության պահերին պաշտպանել մեր հայրենիքը, ցանկացած ագրեսիա ետ մղել եւ նաեւ մենք միասին ենք հետագայում փորձելու զարգացնել մեր հայրենիքը։ Մենք այլընտրանք չունենք։ Քաղաքական համակարգի բարեփոխումը դա կառավարման համակարգի մեջ այսօրվա թերությունների հիման վրա նոր կառավարման համակարգի ձևավորումն է։ Ասել է թե իշխանափոխությունը պետք է իշխանության ղեկին այսօր լինեն մարդիկ, որոնք որ այս 25 տարիների ընթացքում եւ լավը տեսնելով եւ նաեւ բացասական բոլոր երևույթների, բոլոր արատավոր երևույթների հիման վրա կկառուցեն մեր երկրի ապագան, վստահություն ձեռք կբերեն ժողովրդի մոտ եւ կփորձեն մեր երկիրը առաջ տանել։ Մենք առաջարկություններ ունենք մեր տնտեսության զարգացման համար։ Տարիներ ի վեր լինելով զինված ուժերում, հայկական բանակում, ես տեսել եմ, որ մեր ջանքերը բանակի ամրապնդման, բանակի զարգացման, Առաջի գծի ամրապնդման համար սպառվել են, բանակի համար ամուր թիկունք է պետք, իսկ ամուր թիկունքը դա այսօրվա տնտեսությունն է։ Տնտեսության զարգացման մեջ մենք համաչափ զարգացում ենք առաջարկում, այսինքն առաջին հերթին պայքար մենաշնորհների դեմ, երկրորդը պայքար հարկային քաղաքականության կատարելագործման ուղղությամբ, դրամավարկային քաղաքականություն եւ իհարկե համապատասխան պայմանների ստեղծում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար։ Փոքր եւ միջին բիզնեսը Հայաստանի Հանրապետության ընդհանուր բյուջեի ձևավորման մեջ 1.5%-ն է կազմում։ Այնինչ զարգացած պետություններում այն հասնում է մինչև 50-60%-ի։ Մենք առաջարկում ենք 5 տարվա կտրվածքով ազատել փոքր եւ միջին բիզնեսը, հարկային արտոնություններ տալ, հարկերից ազատել, որպեսզի նրանք կարողանան արագ տեմպերով զարգանան։ Մենք առաջարկում ենք նաեւ սոցիալական խնդիրներ։ Առաջին հերթին բանակի զինծառայողների համար պայմանագրային զինծառայողների միջին աշխատավարձը 140,000-ից դարձնելով 240,000-ի, որը հնարավորություն կտա սահմանային բնակավայրերի բնակիչներին ծառայել բանակում եւ դրա հետ մեկտեղ նաեւ զբաղվել գյուղատնտեսությամբ եւ իրենց սոցիալական խնդիրները լուծել։ Մենք առաջարկում ենք սպայի աշխատավարձը, միջին աշխատավարձը 324,000-ից դարձնել 480,000, որը ընդհանուր մեր բյուջեի համամասնության մեջ կնստի մոտավորապես 50 միլիարդ դրամ։ Մենք առաջարկում ենք նաև հատուկ ուշադրություն ցուցաբերել թոշակառուների նկատմամբ։ Թոշակառուներ, որոնք որ տարիների ընթացքում մեծ դժվարություններ են տեսնում եւ տարվա մեջ այն բոլոր խնդիրները, որոնք որ տնտեսության մեջ են, ազդում են թոշակառուների ընդհանուր թոշակի քանակի վրա եւ նրանց թոշակի համար մենք ինդեքսավորման համապատասխան միջոցառումներ ենք առաջարկում իրականացնել։
տարիներ ի վեր մեր զոհված եւ հաշմանդամ դարձած եւ նաեւ պահեստազորում գտնվող սպաներ, որոնք որ նաեւ բերդում են բնակարանային պայմանների բարելավման ուղղությամբ համապատասխան առաջարկություններ է արվել, բայց խնդիրը չի լուծվել եւ մենք առաջարկում ենք, որպեսզի կարճ ժամանակահատվածում լուծել պահեստազորում գտնվող սպաների բնակարանային խնդիրները եւ նաեւ զոհված հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներին բնակարանային փոխհատուցման համար գումարները կարճ ժամանակահատվածում հատկացնել։ Շուրջ 2000 հոգի այդ հերթացուցակում այսօր գտնվող անձիկ կան, որոնց տարվա հատկացված գումարները մոտ 500 միլիոն դրամ։ Եթե մենք բաժանենք այդ մարդկանց միջև շուրջ 40 տարի, 35-ից 40 տարի տվյալ անձիկ պետք է սպասեն։ Մեր թիմը իշխանության գալու հետ մեկտեղ մի քանի տարվա ընթացքում կարճ ժամանակահատվածում լուծելու է այդ խնդիրը։ Ժողովրդագրական խնդիրները ամենակարևոր խնդիրներն են Հայաստանի Հանրապետությունում։ Պետք է կանգնեցնենք արտագաղթը, բայց միևնույն ժամանակ նաև պետք է բարձրացնենք ծնելիության աստիճանը։ Այսինքն մենք առաջարկում ենք, որպեսզի նախկինում տրվող գումարները երեխաների 1, 2, 3, 4 երեխաների ծնվելու կապակցությամբ ավելացվեն։ Առաջինի համար 100,000, երկրորդը 500, երրորդը 1 միլիոն, չորրորդը 2 միլիոն։ Բացի դրանից նաև առաջարկում ենք ծնողներին տրվող, մայրերին տրվող ամսական 18,000 դրամը դարձնել 30,000 դրամ։ Այսինքն կոնկրետ ծրագրեր գոյություն ունեն եւ այդ ծրագրերի շրջանակներում մենք աշխատելու ենք, բայց այնուամենայնիվ գտնում եմ, որ հարգելի վերցիներ, ամենակարևոր խնդիրը դա անվտանգությունն է, իսկ անվտանգության ապահովման համար մենք միասնական ջանքերով պետք է համապատասխան աշխատանք տանենք։ Ես գտնում եմ, որ այն ծրագրերը, որոնք որ գոյություն ունեն եւ այն մասնագետները, պրոֆեսիոնալները եւ նաեւ մեր դաշինքի ղեկավարները, որ ստանձնել են իրենց ուսերի վրա տանել այդ դժվարությունները, ի վիճակի են այսօր կատարել։ Այսինքն մեր դաշինքը ընդունելով որպես կարգախոս ժառանգություն, համախմբում, հաղթանակ, համապատասխան աշխատանք է տանելու, տեր կանգնելու մեր ժառանգությանը, համախմբելու մեր ողջ ժողովրդի ուժերը եւ նաեւ համապատասխան պայմաններ ստեղծելու մեր հաղթանակի համար։ Օգտվելով առիթից, գտնվելով ձեր մեջ, նորից եմ ուզում ասել, տարիներ ի վեր մենք շփվել ենք հասարակ գյուղացու, հասարակ բանվորի, այն մարդկանց, ովքեր որ չարքաշ իրենց աշխատանքով են իրենց առօրյան, իրենց կենսապահովման համար պայմաններ ստեղծում։ Եվ մենք գիտենք, թե ինչ աշխատանք պետք է տարվի։ Ես եւ ժողովրդի հետ եմ շփվել, եւ նաեւ կառավարման համակարգի ներսում եմ տեսել այն բոլոր խնդիրները, որոնք որ կան։ Ամենամեծ խնդրը դա արդարություն ստեղծելն է, իսկ արդարության պայմանների ձևավորման համար պետք է վերացնել քաղաքական, տնտեսական եւ վարչական լծակների սերտաճումը, որը որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի։ Եվ եթե դա մենք վերացնենք, ապա արդարության հենքի վրա կարող ենք կառուցել մեր ապագան։ Այնպիսի երկրներ, ինչպիսիք Հայաստանն է, որոնք որ չունեն ելք դեպի ծով, ենթակառույցների համակարգ, բնական պաշարներ, այս իրավիճակից կարող են դուրս գալ օրինականության ապահովման եւ միայն ու միայն արդարության ապահովման համար։ Կոչ եմ անում ուսումնասիրել քաղաքական դաշտը։ Մեր դաշինքը 8-րդ համարն է։ Համապատասխան վերլուծություններ անելով ձեր քվեն տալ այն ուժերի համար, որոնք որ կարող են այս երկիրը այս իրավիճակից դուրս անել։ Անկասկած ես գտնում եմ, որ հաջողությունները մեզ հետ է լինելու։ Հաջողություն ձեզ բոլորին։ Միշտ ասած շատ բան չունեմ ավելացնելու, ես կարծում եմ երկու գործընկերները ինչ պետք էր ասացին, ուղղակի հետևյալը ուզում եմ շեշտեմ։ Սիրելի ժողովուրդ, եկեք իսկապես այս անգամ մենք մեր առաջ խնդիր դնենք հասնել իշխանափոխությանը։
Իշխանությունը ամեն ինչ արեց, որ իր համար համապատասխան հող պատրաստի վերարտադրվելու։ Գնացին նույնիսկ երկրի սահմանադրությունը փոխելու։ Հավատացեք, որ դրա գարիքը բացարձակապես չկար, մենք ունեինք նորմալ սահմանադրություն, ընդամենը պետք է կիրառել, բայց իշխանությունները գիտակցում էին, որ այդ սահմանադրությամբ շատ դժվար կլիներ իրենց վերարտադրվել, գնացին իկին ամեն ինչի սահմանադրություն փոխելու։ Եվ այդ սահմանադրությունը ժողովուրդը մերժեց հանրաքվեի ժամանակ, մերժեց, դուք էլ լավ գիտեք, բայց դա մեզ ստիպեցին, բարդացրեցին, որովհետեւ հնարավորություն ստեղծեն իրենց վերարտադրվելու։ Եկեք թույլ չտանք, ընդրությունը այս ընդրությունների ժամանակ հետևյալի մեջ է, իշխանություն, որ ուզում է ամեն գնով վերարտադրվել, բայց միաժամանակ մի իշխանություն է, որ տապալել է ամեն ինչ 10 տարի որևէ առաջընթաց, որևէ ոլորտում չի արձանագրել, ոչ տնտեսության, ոչ երկրի ներսում ընդհանուր մթնոլորտ ձևավորման, ոչ արտաքին քաղաքականության, ոչ պաշտպանության հարցերով, ոչ ինչում, մենք այս 10 տարիները գործրել ենք իսկապես, ստացել են երկիրը այստեղ, անկախ դրանից թե դա ինչ որակուն էր, հասցրել են 8-9 տարի հետո այստեղ, եթե մենք թույլ տվեցինք վերարտադրվեն, հավատացեք դանելու են ավելի ներքև, չունեն ռեսուրս, չունեն հնարավորություն, սպարել են իրենց, ոչ ոք չի վստահում այս իշխանություններում, ոչ մի ներդրում որևէ մեկը չի անի, ոչ մեր ժողովուրդը երկրի ներսում, ոչ սփյուռքահայերը արտերկրից, ոչ էլ օտարները ընդհանրապես։ Մեր երկրի նկատմամբ վերաբերմունքը այսօր շատ փոփոխական է, պետք է դա փոխել։ Գա իշխանություն, գա մույս բոլոր քաղաքական ուժերը, ընտրեք որին որ գուզեք։ Մենք մեզ դրամատրելի ենք դարձնում ցեզ, եւ ցեզ ասում ենք այդ մնացած քաղաքական ուժերից մեզ նկատի ունեցեք, որովհետեւ այնտեղ հավաքվել են այնպիսի մարդիկ, որոնք պատահական մարդիկ չեն, ճանապարհ են անցել, եղել են այս երկրի անկախության ակունքներում։ Ես եւ Ռաֆի Հովհաննիսյանը 91 թվականից թողել ենք մեր հանգիստը, հավատացեք, Միացյալ Նահանգներում, հանգիստ կյանքը, եկել ենք Հայաստան, նվիրվել ենք այս երկրին եւ կարծում եմ, որ վատ աշխատանք չենք արել։ Մենք մեր ներդրումը ունենք այսօր Հայաստանի անկախության։ Սերան Օհանյանը իր ամբողջ գիտակցական տարիքը նվիրել է Արցախի անկախության, ազատության եւ Հայաստանի պաշտպանությանը։ Ձեր առաջ կանգնել են իսկապես նվիրյալ մարդիկ, որոնք ուզում են մեր երկրի լավը եւ ունեն հնարավորությունը, ճանապարհ են անցել մենք։ 10 տարի ես եղել եմ արտաքին գործերի նախարար։ Արդեն որերորդ տարին է Սերան Օհանյանը Ղարաբաղից սկսած եղել է հետո Հայաստանի Հանրապետության բանակի շտաբի պետը, պաշտպանության նախարար, Ռաֆի Հովհաննիսյանը առաջի արտգործ նախարարը։ Մասնակցել է նախագահական ընտրություններին, մեծ ներդրում ունի ընդհանրապես Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման եւ նաեւ ընդդիմության ձևավորման մեջ։ Ավասիկ 3 առաջնորդներ մի քաղաքական ուժի դաշինքի, որոնք ճանապարհ են անցել, փորձ ունեն, կորձ են արել, արդյունք են տվել։ Հիշեք մի հատ 10 տարի առաջ այդ 10 տարիները իմ նախարարության շրջանը Սերան Օհանյանը այդ օրերին Ղարաբաղում էր, հետո եկավ Հայաստան։ Մենք իսկապես ձեռքբերումներ ունենք, խաղաղություն է եղել 10 տարի, երկիրը առաջ է գնացել, տնտեսությունը զարգացել է, Հայաստանի համախառն արտադրանքը գտնապատկվել է այդ 10 տարիների ընթացքում, բյուջեն երապատկվել է, ահավոր ներդրումներ են եղել, Սփյուռքը մեծ մասնակցություն է ունեցել, ես իմ անձնական ջանքերով իսկապես կարող եմ մեծ հայրենասերների բերել Հայաստան ու ներդրումներ անել, այդ մարդիկ այսօր էլ կան, ուղղակի հույսն ու հավատն են գործրել երկրի նկատմամբ, դա պետք է վերականգնել։ Հիշեք 10 տարի խաղաղություն է տիրել Հայաստանում, քարորիա պատերազմներ չեն եղել, այսքան զոհեր չենք տվել, բանակցություններում առաջընթաց են արձանագրել, արտաքին ոլորտում մեծ հաջողություններ են եղել, իսկապես դարբեր ժամանակներ էին եւ մենք այդ ակունքներում եղել ենք, արել ենք այդ աշխատանքը, այսօր էլ պատրաստ ենք անելու։ Ես հաճախ ասում եմ եւ չեմ զլանա կրկնելու, սա անհամեստություն չհամարեք։ Սերան Օհանյանը, ես եւ Ռաֆի Հովհաննիսյանը նույնիսկ իրավունք չունենք մենք մեզ դրամատրելի չդարձնել ցեզ այս ընտրությունների նախաշեմին, որովհետեւ դուք այլընտրանք ունենաք այսօրվա իշխանություններին, որ տեսնեք, որ այստեղ կան մարդիկ, որոնք հույս կարող են ներշնչել, իրենց նվիրումով, ազնվությամբ, անկեղծությամբ, իրենց անցած ճանապարհով, իրենց փորձով եւ առավել եւս իրենց քաղաքարներով, դեսլականով ապակայի նկատմամբ։ Այնպես որ ապրիլի 2-ին դուք ունեք այլընտրանք, իսկապես ունեք այլընտրանք։ Սուտ է, երբ իշխանությունները դարազում են այն միտքը, որ լավ, մենք հա վատ ենք աշխատում, արդյունքներ չենք տալիս, բայց ցույց տվեք ով կարող է։
Այս վիճակը օբյեկտիվ պատճառների արդյունք է։ Փոքր երկիր ենք, բլոկադայի մեջ ենք, ռեսուրսներ չունենք, պատերազմ ունենք, ոչ դա սուտ է։ Այսօր այս երկրի վիճակի հիմնական ու միակ պատճառը իշխանությունների անկորձությունն է, նրանց անկարողությունն է, տեսլական չունենալն է, նրանց չի հետաքրքրում այլ բան, քան իրենց աթոռը եւ փողը։ Եկեք դա փոխենք, ունենք այդ հնարավորությունը եւ դուք ձեր առաջ ունեք այլ ընտրանք։ Գնացեք ընտրություններին առանց վախենալու, վերցրեք թերթիկները, եթե ուզում եք քվեարկեք 8-րդ համարին եւ ես համոզված եմ, որ դուք հուսախաբ չեք լինի մեզանից։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն հարցի համար։ Ասացեք, խնդրեմ, Հայաստանում քաղբանտարկաններ կան թե ոչ, եթե ոչ, ապա Ժիրար Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Արթուր Սարգսյանը, հացբերողը, Սասնա Ծռերը եւ մնացածը ինչի համար են բանտարկված։ Ինչ եք մտածում այդ մասին։ Այդ մասին վաղուց ենք մտածել, նոր չէ որ մտածել ենք։ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, մի փոքր ձեզ լավ նորություն ասեմ։ Կարծեք թե գործընթաց են ընթանում հենց այս պահին, որով պետք է ազատվի հացբերողը Արթուր Սարգսյանը։ Ուրեմն ժառանգությունը տասնյակ, արդեն կարելի ասել տարիներ պայքարում է մեր երկրի ազատության համար, մեր քաղաքացիական իրավունքների համար, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն։ Անցած տարի պարոն Օսկանյանը իր թիմակիցների հետ ձևավորեց եւ ստեղծեց համախմբում կուսակցությունը եւ ժառանգությունը եւ համախմբումը Սասնա Ծռեր գործողության ժամանակ եղել են ժողովրդի հետ, ժողովրդի պայքարին նորմալ երկիր ունենալու համար այդ պայքարին մասնակից են եղել։ Պարոն Օհանյանը իր ամբողջ կյանքը ըստ էության զինվորական գործին է նվիրել։ Զինվորական գործը խոշոր հաշվով վերցած քաղաքականության մաս է կազմում, բայց շատ առանձնահատուկ ոլորտ է։ Այդ ինտրիգներին, չգիտեմ ինչ ներքին խոհանոցի հարաբերություններին չի մասնակցել, իր զինվորական գործունեությունն է իրականացել։ Եվ այդ զինվորական գործունեությունը միանշանակ միտված է եղել նորից մեր ազատություններին, որ Հայաստան աշխարհը ազատ լինի արտաքին ագրեսորներից։ Դամար մենք 3-ով, 3 ուժերով, 3 պետական գործիչներով, պարոն Օհանյանը, պարոն Հովհաննիսյանը, Ռաֆի Հովհաննիսյանը եւ պարոն Օսկանյանը միացել են, որպեսզի այդ ազատությունը բերեն Հայաստան։ Որովհետեւ մենք կարծեք թե ազատ ենք հիմա, մենք հանդիպում ենք, բայց գիտենք, որ իշխանությունները կոնկրետ աշխատել են, որ այսօր քիչ մարդիկ կան, այսինքն անազատ վիճակ է։ Մենք կարծես թե ազատ ենք, բայց տնտեսվարող սուբյեկտների վրա անընդհատ հարկային տերոր են իրականացնում։ Ներդրողների գումարների մեջ, ներդրումների մեջ փայ են մտնում, ինչը նաև ներդրողներին հեռացնում է Հայաստանից։ Եվ դա իսկապես անազատություն է, անազատ են բոլորս, եւ փշալարից այն կողմ, եւ փշալարից այս կողմ։ Ժիրար Սեֆիլյանը իհարկե քաղբանտարկյալ է։ Որևէ ապացույց իր հետ կապված գոյություն չունի։ Ակնհայտ է սա։ Գևորգ Սաֆարյանը ընդհանրապես որևէ բան չէր արել, բացի այն, որ տոնածառ էր բռնել։ Նույն տոնածառը ես էլ էի բռնել։ Ոստիկանները ապօրինի արձակվեցին, այդ տոնածառը ջարդեցին ինձ ձեռքի մեջ, գետիներ չէի դրել։ Համար ազատությունը հարաբերական է այսօր, ազատությունը պետք է դառնա առարկայական վաղը ձեր քվեարկության, ձեր պայքարի, որտեղ քվեարկությունը եւս պայքար է, շնորհիվ։ Մենք ձեզ այդ այլընտրանքը տալիս ենք, հնարավորությունը տալիս ենք։ Մենք էլի ենք պայքարելու, խնդիր չէ, բայց նաեւ մեզ դուք ինքներդ օգնեք։ Մենք գալիս ենք ժառանգություն, համախմբում, հաղթանակ կարգախոսով եւ մենք բոլորս փոխելու ենք մեր երկիրը, փոխելու ենք այս իշխանություններին, փոխելու ենք այն իրավիճակը, որ գոյություն ունի այսօր։ Եվ որի պարագայում պարոն Օսկանյանը ասեց, ես թվերով ասեմ, 11.7 միլիարդից համախառն ներքին արդյունքը
Սերժ Սարգսյանի իշխանավորման 8 տարիների ընթացքում իջել է 10.5 միլիարդ, այսինքն 1.2 միլիարդ դոլարով իջել է։ Բյուջեն 3.2-ից իջել է 2.8։ Բայց դրա փոխարեն 10 տարվա ընթացքում երկրից 10 միլիարդ դոլար անօրինական գումար է դուրս եկել։ Այդ 10 միլիարդի եթե 2 միլիարդը դնեն սպառազինության մեջ, մենք որևէ խնդիր չենք ունենա սահմանին։ Եթե 2 միլիարդներ դնեն տնտեսության մեջ, մենք այսքան գործազուրկ ու աղքատ բնակչություն չենք ունենա։ Դա համար մենք գալիս ենք ոչ թե ձեր փոխարեն աշխատելու, այլ ընդամենը արդարությունը վերականգնելու եւ ձեզ հնարավորություն տալու։ Ժառանգություն, համախմբում, հաղթանակ։ Օհանյան, Ռաֆի, Օսկանյան, Դաշին։ Թիվ 8։ Շնորհակալություն։ Մեկ հարց, պարոն Օհանյան, ինչու այդքան ուշ որոշեցիք ժողովրդի հետ լինել, հետո ես համոզված եմ, որ հայ ազգը կապրի, երբ որ չլինի ներկայիս իշխանությունը ընդհանրապես։ Ես լինելով կառավարության մեջ, ներկայիս կառավարման համակարգում երկար եմ մտածել համապատասխան որոշում ընդունելու համար, բայց վերջին տարիների լարվածությունը ինձ ստիպել է, որպեսզի ես լինեմ պաշտպանության նախարարի պաշտոնում, այսինքն 14, 15, 16 թվականների։ Բայց լինելով ժողովրդի կողքին, քանի որ հարցի մեջ նշված էր, ինչու այդքան ուշ որոշեցիք ժողովրդի հետ լինել։ Ես միշտ էլ ժողովրդի հետ եմ եղել, ես ի սկզբանե ասացի, որ իմ համար զինվորը եւ մեր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, մանավանդ սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիները նույն հարթության վրա են։ Ես բավականին լուրջ աշխատանք եմ տարել քաղաքացիական վերահսկողություն իրականացնելու համար, բավականին մեծ միջոցառումներ ենք մենք իրականացրել բանակ հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ եւ հատկապես գաղափարական եւ հայրենասիրական դաստիարակությունը իրականացնելու համար։ Եվ ներսից ես տեսել եմ բոլոր այն թերությունները, որոնք որ կան կառավարման համակարգում։ Զգացել եմ այն ցավը, որ այսօր ապրում է մեր ժողովուրդը տարիների ընթացքում։ Եվ նոր կառավարության ձևավորման ընթացքում հանգիստ հրաժեշտ տալով նախկին պաշտոնին ես հրաժեշտ եմ տվել եւ նաեւ մերժել եմ բոլոր այն պաշտոնները, ընդ որում բարձր պաշտոնները, որ առաջարկվել են։ Այսինքն որոշումը եղել է ժամանակին այսօրվա կառավարման համակարգի փոփոխության ժամանակ եւ նոր կառավարության ձևավորման ընթացքում, որը համապատասխանում է նաեւ սահմանադրորեն մեզ վերապահված այն իրավունքով, որ յուրաքանչյուր ուժ, յուրաքանչյուր անձնավորություն կարող է իր ներդրումն ունենալ Հայաստանի Հանրապետության նոր կառավարումը ձևավորելու համար։ Այսինքն մենք գնալու ենք ընտրության եւ ընտրությունների մեջ ամեն մեկս իրավունք ունենք հրաժեշտ տալու նախկինում ինչ կատարվել է եւ նաեւ մասը կազմելու նոր իշխանության։ Մենք նորից մնում ենք այն տեսակետին, որ իշխանությունների փոփոխությունն է, որ պետք է բերի թարմություն։ Եթե նույնը հին իշխանությունները մնան, ապա այդ լճացման իրողությունը, երբ միայն ու միայն լավն ենք ուզում տեսնել, երբ չենք ուզում տեսնել բոլոր այն խնդիրները, որոնք որ կան։ Իսկ մենք մեր գործունեության մեջ հայտարարել ենք եւ այսօր էլ հայտարարում ենք, որ պրոբլեմների չենք խուսափելու, այլ ընդհակառակը գնալու ենք պրոբլեմներին ընդառաջ, որպեսզի այդ պրոբլեմները մենք լուծենք։